Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է համացանցում շրջանառվող ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակին, նշելով, թե այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում։ Փաշինյանը հավելել է, սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրի հանդիպման։ Համացանցում շրջանառվող նամակում հոգևոր բարձր դասի մի քանի ներկայացուցիչներ առաջարկում են, որ վեհափառը որոշակի ժամկետով կասեցնի արշակարգ եպիսկոպոս Խաչատրյանի զբաղեցրած բոլոր պաշտոնները եւ նա ապրի Մայրաթորից դուրս այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը։ Նամակի իսկության մասին ոչինչ հայտնի չէ, Մայրաթորը կամ եպիսկոպոսներից որևէ մեկը դեռևս չեն արձագանքել։ Հայաստանի համար կանանց ներգրավումը զինված ուժերում ռազմավարական անհրաժեշտություն է, հայտարարում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ նրա, չնայած զգալի առաջընթացին, կանայք դեռևս փոքրամասնություն են պաշտպանության եւ անվտանգության ոլորտում, հատկապես ղեկավար պաշտոններում։ Նա շեշտել է, այս ոլորտներում կանանց ընդգրկումն ավելի շատ ապահովելու նպատակով Հայաստանի կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում, որոնցից մեկը կանանց կամավոր 6-ամսյա ժամկետային զինծառայության զորակոչվելն է։ 2005 թվականի արդյունքներով Երևանի քաղաքապետարանը կանխատեսում է, որ 5.5 միլիարդ դրամով պակաս գումար կկարողանա հավաքագրել տրանսպորտի ուղևարձից։ Այդ պակասուրդը լրացնելու, ինչպես նաև քաղաքային տրանսպորտի պահպանումն ու զարգացումն ապահովելու համար կառավարությունը որոշել է 26 միլիարդ 300 միլիոն դրամ տրամադրել Երևանի քաղաքապետարանին։ Խոսքը մասնավորապես քաղաքային տրոլեյբուսային եւ ավտոբուսային պարկերի, ինչպես նաև մետրոպոլիտենի սուբսիդավորման մասին է, նախատեսվում է նաև ձեռք բերել 45 նոր ավտոբուս։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Թահալաթբեկ Մասադիկովը։ Ղրղստանը ներկայացնող Մասադիկովը պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ին։ 2024 թվականի հունվարից նա զբաղեցնում էր գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ Միաժամանակ Ռուսաստանը ստանձնել է ՀԱՊԿ-ի նախագահությունը։ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները որոշել են խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2026 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանում։ Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովին չի մասնակցում։ Ղրիմի կամրջի պայթյունի գործով բոլոր 8 մեղադրյալները, այդ թվում Հայաստանի քաղաքացիները, դատապարտվել են ՑՄՀ ազատազրկման, նրանք մեղավոր են ճանաչվել ահաբեկչության եւ պայթուցիկ նյութեր տեղափոխելու հոդվածներով։ Գործով մեղադրվում է ընդհանուր առմամբ 13 անձ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ, բոլորը չեն ընդունում առաջադրված մեղադրանքները։ Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել 2022 թվականին, կամուրջը լուրջ վնաս էր կրել եւ 5 զոհի պատճառ դարձել։ Պայթյունից 1 տարի անց Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալուկը պատմել է, թե ինչպես է նախապատրաստվել գործողությունը։ Միացյալ Նահանգները կարծում է, որ նախքան Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելը պետք է հաշտության համաձայնագիր կնքվի։ Պոլիտիկոյի հաղորդմամբ այս մասին եվրոպացի պաշտոնատար անձանց հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նշվում է, որ Ռուբիոն ասել է, թե Կիևին անվտանգության երկարաժամկետ երաշխիքների հարցը նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկի ավելի ուշ, եւ այս պայմանն առանցքային է դարձել անցյալ շաբաթ Կիևին ուղղված ամերիկյան առաջարկներում։ Հրապարակման մեջ նշվում է, որ առանձին եվրոպական երկրներ վախենում են, թե Թրամփի վարչակազմը կշեռքի նժարը կթեքի Ռուսաստանի օգտին։